Սամվել Կարապետյանի եկեղեցուն պաշտպանելուց անմիջապես հետո, այդ հայտարարությունից հետո, որ իրենք իրենց ձևով միջամտեն, նրա նկատմամբ սկսվեց այս գործընթացը եւ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի կալանավորել Սամվել Կարապետյանին։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչ դիրքորոշում ունեք այս գործընթացների վերաբերյալ։ Ես ամբողջ կյանքս առաջնորդվել եմ առաքելական եկեղեցու, այն դժվար պահերին ես հույսս չեմ կոտրել։ Եվ իմ հույսը Տիրոջ վրա է եղել միշտ։ Առաքելական եկեղեցի գաղափարացված է։ Բնականաբար պարոն Կարապետյանի հետ լիովին համաձայն եմ։ Պետք է մենք պահենք մեր հոգևոր արժեքները։ Ինչպես է գնահատում Հաշիմյանի հայտարարությունները, հենց այդ հակաեկեղեցական։ Աստված ինձ խելքատվել գնահատեմ պարոն Կարապետյանին։ Ոնց կարող եմ, չեմ կարող, ինչ գնահատեմ։ Ներկայացնում այնուամենայնիվ նա մի ամբողջ ազգ է։ Այդ ազգի մեջ ես էլ եմ մտնում։ Ինձ էլ է ներկայացնում, բայց իմ մոտեցումը դա չի։ Այդ այն հարց է շատ։ Ես ձեր հարցերին կարծում եմ պատասխանեցի։ Այնուամենայնիվ, եթե այսօր Սամվել Կարապետյանին կալանավորեն, հետագա գործունեությունը, ժողովրդի քայլերը ինչպես եք պատկերացնում, դուք ինքներդ ինչ կարող եք անել։ Եթե ինձ չկալանավորեն, ես էլ եմ անպայման լինել եմ այնքան, ինչև մեր պարոն Կարապետյանին ազատ արձակել։ Այսինքն նույնիսկ պատրաստ եք դատարանի բակում մնալ կամ գնալ։ Միանշանակ, իհարկե։ Տարիներ առաջ այսպիսի բան եթե արվեր, ինչ կկատարվեր, հա, ժողովրդի պասիվությունը նաև շատերի մտածում։ Քաղաքականությունից հարց տվեցիք, ես ասեցի Քաղաքական պրոցեսները տեղի ունեցան, դրա համար եք այստեղ։ Իմ դիրքը ուրիշ է։ Ես եկել եմ այստեղ, ես հավատքով եմ, երբեք չեմ կոտրվել, երբեք դեմ չեմ գնացել Տիրոջը, ինչքան էլ դժվար է եղել ինձ, ու այսօր տեղի է ունենում այն, ինչ որ մեկանականատես ենք լինում։ Ես այստեղ եմ մեր պարոն Կարապետյանի կողքին լինելու, մի հատ sense ցոդենի հատիկ sense իր կողքը, եթե կարող եմ ինչ որ բանով օգտակար լինել իմ լինելիությամբ, ես այստեղ եմ։ Իսկ իր գործունեության հետ կապված ինչ կարող եք ասել Սամվել Կարապետյանի, ասում են, որ մեծ գործարար է, բարերար է, բայց Ես ակնհայտ տեսել եմ, զգացել եմ։ Ես շատ փոքր մարդ եմ, ինչ որ բաներ ասել։ Անգամ իր ազգանունը տալուց երբեմն ես մտածում եմ, տամ թե չտամ։ Այդքան ես իրան հարգում ու սիրում եմ։ Խնդրում եմ մի հարցեր։ Արցախում Սամվել Կարապետյանի գործվեց եւ կանցնեց։ Ես տեսել եմ։ Բայց հիմա ինչ է խնդրել, որ կանգնել էի պաշտպանություն։ Չեմ կարող ասել, միգուցե իրան հարցնել։ Ձեր կարծիքով։ Չեմ կարող ասել։ Կան բաներ, որ ակնհայտ մենք տեսնում ենք եւ հետո հակառակ ենք տեսնում։ Չեմ կարող որևէ բան ասել։ Իմ արցախը Դե կարծում եմ դա նպատակ ունի։ Խնդրում եմ շատ ֆորացված հարցեր մի տվեք։ Ես ուղղակի այստեղ եմ մինչև վերջ լինելու պարոն Կարապետյանի կողքին։ Շատ շնորհակալ եմ, մերսի։